Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, մենք քիչ առաջ կարծես թե լսեցինք, որ այս օրենքը նաև նպատակ ունի կանխարգելել պոպուլիզմը, ճիշտ եմ հիշում։ Ես ուզում եմ ասել, որ այս օրենքը կլասիկ օրինակ է պոպուլիզմի, հարգելի գործընկերներ։ Մոտավորապես այնպիսի օրինակ պոպուլիզմի, ինչպես օրինակ ոսկեպարով Արցախ գնալը։ Ասեմ ինչի։ Որովհետև նույն տրամաբանությամբ կարելի է նաև թիվ ֆիքսել։ Եկեք ֆիքսենք, որ այսուհետ պետք է լինի 100,000 դրամ թոշակը, մինիմալ։ Ինչի՞ չէ, օրենքով ֆիքսենք, հետո ասենք օրենքը չեք կատարում։ Ու անկախ նրանից ով է կառավարությունը այդ պահին։ Բա այդ դեպքում պետական բյուջեի մասին օրենքով մյուս ծախսերը ո՞նց են անելու, հարգելի գործընկերներ։ Ամենայն հարգանքով բոլոր մեր կենսաթոշակառուների նկատմամբ։ Բա պաշտպանական ծախսերը ո՞նց են անելու։ Մյուս ծախսերը ո՞նց են անելու, կրթության ծախսերը, այսօր նոր խոսում էինք 300 դպրոց 500 մանկապարտեզների մասին եւ մնացած բոլոր ծախսերը։ Սա կլասիկ պոպուլիզմ է, որ մեր գործընկերները հաճախ իրականացնում են այս դահլիճում։ Բայց հիմա անդրադառնամ կառավարության ծրագրին։ Եթե նույնիսկ հարգելի գործընկերներ, մենք օրինակ 500 մանկապարտեզի փոխարեն սարքենք 490 մանկապարտեզ կամ նույնիսկ 450 մանկապարտեզ, երբ որ դուք քայլում եք մեր գյուղերում եւ քաղաքներում, ակնհայտ է այդ դպրոցաշինության ու մանկապարտեզաշինության ծավալը։ Եվ եթե մենք այո նույնիսկ թվային այդ թիվը մենք չխփենք, այսպես ասած, այն որ ասում են 100-ից 100 խփենք, չխփենք կամ խփենք։ Մեր ընտրողները դա կգնահատեն եւ քվեն իրանց կտան ըստ դրա։ Հաջորդը մենք կենսաթոշակառուների սոցիալական վիճակը բարելավելու համար ոչ միայն կենսաթոշակի բարձրացմամբ ենք զբաղվում։ Մենք այլ ձևերով էլ ենք փորձում մեր հարգելի մեծահասակներին, որոնք մեր տատերն են, պապերն են, ծնողներն են, ապահովել ավելի բարելավված իրավիճակ։ Օրինակներ բերեմ։ Օրինակ նույն հետվճարի համակարգը, դա դրանցից մեկն է։ Երկրորդը տրանսպորտից օգտվելու զեղչը վերջերս ներդրված։ Երրորդը խոսք գնաց դեղերի ձեռբերման մասին։ Մենք տարբեր տեսակի կենսաթոշակառուների համար ունենք 30-ից 50% փոխհատուցման չափ։ Այսինքն, այս ամեն ինչը պետք է նայել ամբողջության մեջ։ Իհարկե մենք հեռու ենք իդեալական վիճակից, որ մենք երազենք ունենալ եւ մենք պետք է ձգտենք դրան, բայց ասել, որ ոչինչ չի արվում, դա առնվազն ճիշտ չի։ Եվ երկրորդը պետք է նայել ամբողջության մեջ այս ամեն ինչը։ Եթե մենք վստահ չենք, որ այդ թվին հասնելու ենք, իմաստը ո՞րն է այդ օրենքը ընդունելու։ Ես կարծում եմ, որ մենք պետք է անկախ նրանից նույնիսկ սա ընդդիմությունն է բերում, թե իշխանությունն է բերում, այս նախագիծը մի քիչ ավելի կոնստրուկտիվ գտնվենք եւ նաեւ այսպիսի մեր խոսույթով հավելյալ սպասումներ չգեներացնենք մեր սիրելի կենսաթոշակառուների մոտ։ Շնորհակալություն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարիպես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1